Our first speaker in the panel is Professor David Mosinyan, who is a professor in the Department of Philosophy at Yerevan State University, where he chairs the fields of history, theory, and logic. His main research interest lies in epistemology, and he has studied Gurdjieff's philosophical language of being. His presentation is titled Self-Designation as a Linguistic and Ontological Challenge. Please welcome Professor David Mosinyan. Thank you. Thank you very much, Robert. At first, I would like to take to all organizers of this huge and important conference, and then to ask to our guests from abroad to put on their headphone, because I have to speak in Armenian to be as accurate as possible and to sound some Gurdjieffian ideas in Armenian. Ուրեմն իմ բանախոսության վերնագիծն է ինքնանշանակումը որպես լեզվական եւ գոյաբանական մարտահրավեր։ Չի ասի թե սա հենց Գյուրջիևի մասին է, բայց ավելի շուտ ինչ որ գաղափարի շուրջ մտածում է Գյուրջիևյան հետքերով։ Խոսքը ինքնանշանակման մասին է, ինչպես է ինչ որ մեկը նշանակում ինքնիրեն, ինչպես է ինչ որ մեկը ցույց տալիս ինքնիրեն։ Երբ որ ես գրում եմ կամ արտաբերում եմ ես անունը կամ բառը, այդ գրածը կամ այդ հնչյունը տարբերվում է կարծես թե ինձնից։ Ուրեմն սա այդ լեզվական մարտահրավերն է եւ ինչպես եմ ես նույնանում դրա հետ, դա գոյաբանական մարտահրավերն է։ Ուրեմն այս երկու իրողությունների մասին եմ խոսելու եւ դրա համար սկզբից կուզեի կարդալ մի փոքր հատված, ավելի ճիշտ հարցազրույցից մի հատված, որը եղել է Գուրջիևի հետ եւ այդ հատվածը պիտի փորձենք մտածել։ Ուրեմն դա տեղի ունեցել հարցազրույցը Գուրջիևի հետ տեղի ունեցել 1922 թվականին հոկտեմբերին Ֆոնտենբլոյում, որի ժամանակ Գուրջիևին տալիս են հետևյալ հարցը. Ինչպես կբացատրեք հուսահատությունը, որում սկզբում հայտնվում են ինստիտուտի որոշ աշակերտներ։ Դա պատասխանում է հետևյալ կերպ. Ինստիտուտում մի սկզբունք կա, որի մասին անմիջապես կպատմեմ ձեզ, եւ այդ ժամանակ հուսահատության այդ շրջանը բավականին պարզ կդառնա ձեզ համար։ Մարդը սովորաբար ապրում է օտար մտածողությամբ։ Նա չունի իր սեփական կարծիքը եւ այն ամենի ազդեցության տակ է, ինչ որ ուրիշներն են իրեն ասում։ Ինստիտուտում ստիպված ես սովորել ապրել սեփական մտքով, պարտավոր ես ակտիվ լինել, զարգացնել սեփական անհատականությունդ։ Այստեղ ինստիտուտ շատերը գալիս են հենց իրենց օտար մտքի հիման վրա։ Նրանք բնավ սեփական հետաքրքրություն չունեն աշխատանքի նկատմամբ։ Այդ պատճառով, երբ մարդը գալիս է ինստիտուտ, դիտավորյալ կերպով դժվարին պայմաններ են ստեղծվում եւ տարատեսակ թակարդներ են լարվում նրա համար, որպեսզի նա կարողանա պարզել, արդյոք ինքը եկել է իր սեփական հետաքրքրությամբ, թե միայն այն պատճառով, որ լսել է այլոց հետաքրքրության մասին։ Կարող է նա, անտեսելով իր համար ստեղծված արտաքին դժվարությունները, շարունակել աշխատել գլխավոր նպատակի համար։ Եվ արդյոք այդ նպատակը գոյություն ունի նրա մեջ։ Երբ այդ արհեստական դժվարությունների կարիքը վերանում է, դրանք այլևս չեն ստեղծվում նրա համար։ Կյանքում հուսահատության շրջանները նույն պատճառի արդյունքն են։ Մարդն ապրում է օտար մտքով, եւ նրա հետաքրքրությունը առաջանում է պատահաբար, ինչ որ արտաքին ազդեցության պատճառով։ Քանի դեռ ազդեցությունը շարունակվում է, մարդը բավարարված է զգում։ Բայց երբ ինչ-ինչ պատճառներով արտաքին ազդեցությունը դադարում է, նրա հետաքրքրությունը կորցնում է իր ողջ իմաստը եւ նա ընկնում է հուսահատության մեջ։ Այն, ինչ իրենն է եւ չի կարող վերցվել նրանից ու միշտ իրենն է, դեռևս գոյություն չունի։ Միայն երբ դա սկսում է գոյություն ունենալ, հնարավոր է դառնում, որ հուսահատության շրջաններն անհետանան։ Սա հատված էր ուրեմն Գուրջիևի հարցազրույցից, նրա պատասխանն էր եւ սրա շուրջ է որ կուզեի մտածենք։
Այսինքն եթե հարցը ձևակերպենք, հիմա հենց սկզբից կձևակերպենք այսպես. Ինչ է նշանակում սեփական եւ ինչպես տարբերել այդ սեփականը օտարից։ Նախ, որպեսզի ինչ-որ բան լինի կամ կոչվի սեփական, պետք է լինի սեփականատեր։ Իսկ ո՞րն է ավելի առաջնային, սեփականատերը թե սեփականությունը։ Այսինքն ո՞րն է ավելի առաջ լինում, ո՞րն է ավելի շուտ ձևավորվում։ Ինչու եւ ինչի հաշվին պիտի ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան կոչվի սեփականատեր, եթե նա սեփականություն չունի։ Չէ՞ որ նա սեփականատեր է հենց սեփականության շնորհիվ։ Բայց մյուս կողմից, ինչի շնորհիվ ինչ-որ բան կկոչվի սեփական, եթե պարզ չէ, թե դա ում սեփականն է։ Կարելի է մտածել, որ դրանք ի հայտ են գալիս միաժամանակ։ Կան ինչ-որ մտքեր եւ ինչ-որ մեկը դրանց մի մասը սեփականում է, այսինքն դառնում է սեփականատեր։ Բայց սա շատ ընդհանուր եւ նաեւ վիճարկելի դատողություն է առնվազն այն պատճառով, որ չի հասկացվում, թե ով է այդ ինչ-որ մեկը եւ ինչ կապ ունեմ ես այդ ինչ-որ մեկի հետ։ Քանի որ պատկերը խճճվում է, փորձենք մի քայլ եւս հետ գնալ։ Ինչու է ընդհանրապես սեփականի, այսինքն սեփական մտքի, սեփականատիրոջ հարց առաջանում եւ ում մոտ է առաջանում։ Նկարագրված հարցազրույցի հատվածում հուսահատ վիճակը բացատրվում էր ուրիշի ազդեցությունների եւ սեփական կանչի փոխհարաբերությամբ։ Այդ համատեքստում էր սեփականը կարևորվում։ Դա լսելով կամ կարդալով մենք եւս կարող ենք ունենալ սեփականի հետ առնչվելու ցանկություն կամ նույնիսկ ձգտում։ Բայց այստեղ եւս երկու հարց է առաջանում։ Նախ, արդյոք այդ ցանկությունը իմ սեփականն է, թե օտարածինը։ Եվ իբրև ենթահարց, ինչու է ինձ հետաքրքրում, կլանում դա, եթե օտար է։ Երկրորդ հարց, իսկ ինչպես է այդ ցանկությունն առաջացել երևակայական պատկերացնենք առաջին մարդու մոտ։ Ինչու եմ ասում երևակայական, որովհետև առաջին մարդ ասվածը պարզ ժամանակագրական իրողություն չէ, այլ հազար ու մի հարց է ենթադրում, որոնք այստեղ երևի թե չենք քննարկի։ Առաջին հարցի պատասխանը հիմնովին կերպով կախված է երկրորդից։ Ուստի սկսենք հենց երկրորդ հարցից։ Ինչպես է հնարավոր հասկանալ, գլխի ընկնել, որ ինչ-որ միտք օտար է։ Եվ դարձյալ անխուսափելիորեն նույն հարցը. ով է հասկացողը կամ գլխի ընկնողը։ Հասկանալի է, որ օտարը ինչ-որ մեկից կամ մեկի հետ հարաբերության մեջ է օտար։ Ուրեմն ստիպված եմ ասել ինձնից կամ ինձ հետ հարաբերության մեջ է ինչ-որ բան օտար։ Այսինքն հասկացողն էլ ես եմ։ Ես տվյալ դեպքում ոչ թե անուն ազգանուն ունեցող ինչ-որ մեկը, այլ ես առհասարակ, ընդհանրապես, այսինքն բոլոր նրանք, ովքեր կարող են ասել ես։ Ստացվում է, որ եսն է ինչ-որ միտք օտար, մյուսները յուրային հայտարարողը եւ դրանով իսկ սեփականատեր դարձողը։ Սա լեզվականորեն գուցե քիչ թե շատ հաջող ձևակերպում է, բայց էաբանական, այսինքն գոյաբանական առումով իրավիճակը նույնն է, որովհետև պիտի հարցնենք, թե ինչ է եսը։ Փիլիսոփայության պատմությունը մի ինչ-որ տեսանկյունից, Ֆիխտեից սկսած մինչև էգզիստենցիալիզմ ու դրանից էլ այն կողմ այդ եսի որոնման ընթացքն է եղել։ Ընդ որում հոռետեսական ընդհանուր մի մտայնությամբ, թե երբ որ եսը դիտարկում է ինքն իրեն, դիտարկողը դուրս է մնում, անհասանելի ու անճանաչելի է մնում։ Իմիջիայլոց ինչի մասին որ խոսեց մեր գործընկերը հղում անելով Ժան-Պոլ Սարտրին, Մերլո-Պոնտիին եւ այլն։ Այստեղ հիմնական խնդիրը լեզուն է, որն անհրաժեշտաբար ընդհանրականության որոշակի մակարդակ ունի եւ խոչընդոտ է դառնում եզակիությունները մտածելու ճանապարհին։ Երբ որ գրում կամ արտաբերում եմ ես, դա դուրս է գալիս իմ սահմաններից եւ եզակին նշանակելու մտադրությունը վերածվում է համընդհանուր մի իրողության։ Նույն լեզուն այս խառնաշփոթը պարզեցնելու համար բազում եսերից առանձնացնում է մեկը, ասելով իմ եսը կամ նույնիսկ եսերը։ Բայց այդ արտահայտությունը խճճված իրավիճակին ավելացնում է եւս մեկ բարդություն։ Ով է իմ ես ասողը։ Լեզվից այն կողմ կա ինչ-որ էակ կամ էացություն։ Բացի այդ, եթե եսերը շատ են, ով է կամ որն է այդ եսերից վեր կանգնած եսը, որ նկատում ու հայտարարում է դա։
Ինչպես նկատելի է, լեզուն ներքաշում է իր մեջ գոյաբանական իրականությունը, եւ դա հիմք է տալիս մի շարք լեզվաբանների, օրինակ Էմիլ Բենվենիստին, պնդելու, թե եսը կարող է սահմանվել միմիայն դիսկուրսի ներսում եւ ոչ թե առհասարակ տերմիններով։ Եսը նշանակում է այն անձին, որն արտաբերում է ես պարունակող դիսկուրսիվ տվյալ տարրը։ Ակադեմիական շրջանակներում նման կշռադատությունների հաճախ կարելի է հանդիպել, ել չասած մարդու, հեղինակի, սուբյեկտի ավարտների մասին ազդարարությունները, որոնցում անպայման նշվում է հեղինակի կամ մարդու անունը։ Փոխաբերությունները, նոր բառեր ստեղծելը միտված են կոտրելու կամ շրջանցելու լեզվի հենց այս քողարկող հատկությունը, քանի որ ակնհայտ է, որ կա լինելու առնվազն մշուշոտ զգացողություն, եւ խնդիրն է պարզել այդ զգացողության գոյաբանական հիմքերը, այսինքն լինելու հետևողականությունն ու հուսալիությունը, քանի որ գոյաբանորեն ես կամ, բայց չգիտեմ թե ինչպես։ Ուրեմն, մասնավորապես հարկ է պարզել, թե այն, ինչը որ կա, միշտ ինքն է որ կա, եւ մինչեւ երբ կլինի։ Ինչից սկսել դրա համար։ Ինչը որ կա եւ կարելի է ինչ-որ կերպ մատնանշել, մտքերն են, զգացմունքներն են ու զգացումները, զգայությունները, որոնք կան այստեղ եւ հիմա։ Դրանք թելերն են, որոնց հետևելով կարծես թե պիտի բացենք լեզվաբանական ու գոյաբանական կծիկը եւ հասնենք հիմքին, որտեղ օտար ոչինչ չկա։ Եվ դարձյալ նույն տեղում ենք։ Ինչպես պարզել այդ տրված մտքերի կամ տրամադրությունների սեփական կամ օտար լինելը։ Կարող է հարց առաջանալ, եթե միտքն առաջանում, բացահայտվում կամ արձագանք է գտնում իմ մեջ, դա չի նշանակում, որ այն իմ մի մասն է։ Եթե մինչև վերջ տանենք այս պայթյունավտանգ գաղափարը, կստացվի, որ իմ մտքերն են բոլոր նրանք, որոնք իզորու եմ հասկանալ, որոնք ի վիճակի եմ բացահայտել։ Իսկ այդ մտքերը նաև իրարամերժ են, հակասող են, ուրեմն դրանք բոլորը սեփական ու յուրային են արդյոք։ Բանն այն է, որ դեռ հարկավոր է պարզել, թե այդ մտքերն ու զգացմունքները իսկապես այդպիսին են, թե դարձյալ լեզվի խորամանկություններն են, որ պարզապես այդ նշանով է նշանակել։ Ինչպես որ եսի պարագայումը ինքնանշանակումը լի է թակարդներով, այնպես էլ ցանկացած այլ իրողության դեպքում է։ Ամեն բառ ունի որոշակի իմաստային ծանրաբեռնվածություն, եւ դրա կիրառումը միտք ծնելու տպավորություն է թողնում։ Բառերով մտածելիս հակված ենք լինում կարծել, թե մտածում ենք հասկացություններով, որովհետև ինչ որ կրթություն ստանալիս տեղեկություն ենք ստացել, թե մենք բանական էակներ ենք, եւ դա բավարար ենք համարել մեր մարդկային առաքելությունը կատարած լինելու համար։ Կրթությամբ փոխանցված տեղեկություններն ընդունվում են իբրև խորքային հասկացումներ, մինչդեռ դրանք որպես կանոն ընդամենը վերարտադրման ենթակա տեքստեր են, ինչի վկայությունն այն է, որ կյանքը չի փոխակերպվում ու բարեփոխվում անգամ սուրբ գիտելիքին առնչվելիս։ Ավելին, ստացվում է, որ մենք մեր մասին գիտելիք ունենալու, ինքներս մեզ ճանաչելու համար դիմում ենք ինչ-որ տեքստերի եւ մեզ հարմարեցնում դրանցում առկա ինչ-որ սխեմաների, արդյունքում կորցնելով ճանաչումը ներսից իրականացնելու հնարավորությունը։ Եվ ինչ է առօրյա մտածողությունը, եթե ոչ դրսից եկած ազդակներից առաջացած զուգորդումներ, ասոցիացիաներ։ Հարց կառաջանա, թե ինչ է նշանակում դրսից կամ ներսից մտածողության պարագայում։ Չէ՞ որ եթե ես մտածում եմ ինչ-որ բան, դա արդեն իսկ ներքնայնացվում է, յուրացվում է, ներս է գալիս։ Դիտարկումը կարծես թե ճշգրիտ է, միայն թե պետք է բացորոշել, թե ինչ է նշանակում մտածել։ Ուշադրություն դարձնելով դրա հիմնավորման հարցին, այն է, ինչպես է հնարավոր իմանալ, թե ինչ է մտածելը։ Նկատի ունեմ, որ եթե օրինակ դա իմանալու համար բացենք սովետական հանրագիտարանը, որտեղ գրված է, որ մտածողությունը իրականության ընդհանրացված վերացական միջնորդավորված արտացոլումն է, բաց կմնա հարցը, թե իսկ ինչպես ենք իմանում, որ կա իրականություն, արդյոք ոչ մտածողության շնորհիվ։
Ուրեմն արտաքին աշխարհը բավարար չէ մտածողությունը հասկանալու համար, քանի որ այն եւս տրվում է մտածողության շնորհիվ։ Մտածողության ներսից դիտարկած կա միայն մտածողությունը, որը անդադար շարունակաբար տեղի ունեցող ընթացք է, որ արարում է առարկաներ, դրանց միջոցով ինքն իրեն հայելու համար։ Այդ կերպ ձևավորվում է այսպես ասած զուտ մտածողությունը, որը հայտնաբերում է մտածողին, որի առնչությամբ արդեն թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ տերմիններն ավելորդ են։ Դա այն է, ինչ որ կա։ Սա հիշեցնում է հին կտակարանային Աստծո հայտարարությունը. Ես նա եմ, որ է, կամ այլ թարգմանությամբ ես այն Աստվածն եմ, որ է։ Առավել մարդկային ես կամ ես եմ։ Սա ինքնանշանակման սոսկ տպավորություն է թողնում, եթե զգացում չէ։ Ինքնանշանակումը մերկ հայտարարություն չէ, այն չի սահմանափակվում միայն բառով։ Եթե տեղի ունենում սոսկ լեզվական մակարդակում, մնում է որպես դատարկ ձայն։ Այն գոյաբանական կարգավիճակ է ստանում զգացումի միջոցով, այսինքն ներկայության ապրումով։ Ընդ որում զգացումն այստեղ ինչ-որ անցողիկ տպավորություն չէ, այն իմ ներկայության խորքային հաստատումն է, առանց որի եսեմը մնում է պիտակ, որ վերագրելի է ցանկացած մեկին։ Շնորհակալ։ Այստեղից էլ պատասխանատվության մեծ հարցը։ Եթե ես չեմ զգում իմ ներկայությունը, ապա չեմ էլ կարող պատասխանատու լինել։ Պարզապես կկրեմ այն մտքերը, բառերը կամ սովորությունները, որ անցնում են իմ միջով։ Բայց հենց որ ես կանգնում եմ զգացող ներկայությամբ եւ ասում եմ ես եմ, այդ պահին կարծես թե սկսում եմ ընդունել իմ խոսքի ու գործի հետևանքները։ Սա է մարտահրավերը հենց։ Ես ունակ չեմ ամբողջությամբ տիրապետել մտածողությանը, բայց կարող եմ որոշել, թե որ մտքի համար եմ պատասխանատու։ Թերևս այս որոշմամբ է կայանում սեփականի եւ օտարի տարբերությունը։ Այն, ինչի համար ի վիճակի եմ պատասխան տալ, կարծես թե դառնում է իմը։ Իսկ այն, ինչից հրաժարվում եմ, մնում է օտար, եթե անգամ ծնունդ է առել իմ իսկ ներսում։ Ուրեմն ինքնանշանակումը բացահայտվում է իբրև գործողություն։ Այն ոչ թե նախապես տրված եսի ինքնահաստատումն է, այլ հենց այն գործողությունը, որով ես ներկայանում եմ ինձ ու աշխարհին։ Բայց հարկավոր է հիշել, որ այս գործողությունը միշտ վտանգի ու անորոշության մեջ է, քանի որ ամեն պահի կարող եմ կորցնել զգացողությունը եւ պահել դեպի մերկ տպավորություն, սահել դեպի մերկ տպավորություն, որտեղ միայն պատրանքներ են։ Շնորհակալություն։ Եթե հարցեր լինեն, то սիրով կպատասխանեմ։ Thank you very much. Yeah, thank you very much. And our final speaker today for this panel is Ani Haik Tateos Postanyan, founder of Georgiev School in Armenia,